Ողջույն բոլորիդ, սիրելի ժողովուրդ, սկզբի համար խնդրում եմ դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր խոսալու ենք դոկ կուսակցությունից, բայց մինչև բուն թեմային ասելը ուզում եմ հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանի դատը ամսի 10-ին է, մարտի 10-ին ժամը 7:30, իսկ հասցեն կարող եք ծանոթանալ հենց դոկ կուսակցության լրատվական էջից, չնայած հեսա մի քիչ հետո ես ձեզից ցույց կտամ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վերջի վիդեոյի ժողովուրդ ջան, ես քննադատեցի դոկ կուսակցությանը, մեղադրելով, որ վատ են աշխատել, եկեք մեկ վարքյան հիշենք իրար հետ, թե ես ինչ ասեցի, մեկ վարքյանով շատ ժամանակ չենք խլի։ Իսկ Վարդան Ղուկասյանի թիմակիցներին ես ուզում եմ հիշեցնեմ, եթե դուք այն գլխից ավելի պրոֆեսիոնալ աշխատեիք, թափանցիկ աշխատեիք, ժամանակին տեղեկացնեիք մարդկանց իրականությունը, ոչ թե խափեիք, ասեիք սրտից հիվանդ է, 3 օրից դուրս գգա, հետո կապը կորավ, կապը չկորավ, եթե դուք նորմալ տեղեկացնեիք մարդիկ առաջի օրվանից իմանային ինչ է, ոնց է, ավելի շատ կլներ աջակցությունը, ավելի շատ կլներ ճնշումը, ավելի շուտ մարդիկ սկսեին քայլեր կատարել։ Էլի ես ուզում եմ հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանի թմին եմ ասում, ես ուզում եմ հիշեցնեմ, որ էլից դուք չեք տեղեկացրել իրականությունը ինչ ա եղել։ Էլի դուք չեք տեղեկացրել, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է ու Հենդերսոն այդ կալանավայրում է։ Ուրեմն, ժողովուրդ ջան, հիշում եք, չէ՞, էսի իմ խոսքերն է։ Եվ ինչ եմ ես ուզում սրանով ասել, որ սրանից հետո ոչ մի բան չի փոխվել։ Սա ուղիղ իմ այն խոսքերի ապացույցն է, իմ հին հետևորդները կհիշեն, որ ես միշտ ասում եմ, երբ որ դուք տեսնում եք այսպես կոչված ճակերտների մեջ կոչված քաղաքական ուժ, որի դեմքը ընդամենը մեկ հոգի է նստում եւ խոսում է, իսկ երբ որ հարցնում ես քաղաքական թիմ ունես, ապեր, դու քաղաքական թիմ ունես, ասում են, գիտեք ինչ կա, մենք ինչ որ պատճառներ են բռնում, որ ընդհանրապես իմ համար ընդունելի չի ու չեմ էլ կարող ընդունեմ, ինչ որ պատճառներ են բռնում, որ մենք գիտեք ինչ կա, մենք թիմ ունենք, բայց թաքցնում, մենք հետապնդում չլինի, ես ուրեմն քաղաքական գործիչ է ինքը դառնում, ուզում դառնա, բայց վախում է հետապնդում լինի։ Ուրեմն քաղաքական լիդերը պետք է երևա, այն իր ենթական պետք է չերևա, լրիվ անլուրջ այսպիսի խոսակցություններ, այս դրա համար եմ ասում, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող ունենա ապագա, եթե կողը քաղաքական թիմ չունենա, պրոֆեսիոնալ քաղաքական թիմ չունենա։ Հասկանում եք, քանի որ երբ որ լիդերին չեզոքացնում են, այսպես բուրգի նման սա քանդվում է։ Համի ժողովուրդ ջան, ինչի՞ միջի ես դոկ կուսակցությանը, որտեվ համի Էդգարին պատասխանել է մի ուրիշ բլոգեր կա, որ քննադատել է, ասել է մի քիչ էլի սիրունի մեջ, քննադատել է, ասել է մի մարդիկ աղաճնշված են, քաղաքական հետապնդումների են ենթարկվել, իրանք ընդ հաղորդագրություն են թողել, հեսա իրար հետ գդիտենք այդ հաղորդագրությունը։ Ժողովուրդ ջան, բայց ես էլի եմ ուզում ասեմ, անգամ եթե հետապնդումների ենթարկվեին քաղաքական, եթե դու դառել ես դոկ կուսակցության անդամ, որ գիտեք, դե դոկը Վարդան Ղուկասյանը ամենառադիկալ քաղաքական գործիչներից մեկն է, ես չեմ ճանաչում ավելի ռադիկալ մարդ։ Դու եթե դառնում ես, դու պատրաստ պետք է լինես, եթե դու պատրաստ չես, դու որ ես մտել, ուրեմն դե շորը քո հակով չի, ասեն կոպիտ եմ օրինակ բերում, էլի ժողովուրդ ջան, էլ ինչ ես մտել։ Սա շատ լավ օրինակ է, տեսնում եք, երբ որ եթե Վարդան Ղուկասյան չկա, թիմը չի աշխատում, գոյություն չունի, ընդհանրապես չի շնչում։ Այս լրատվական օրինակ, ոնց են ասում, մամուլի խոսնակ, դոկ կուսակցության մամուլի խոսնակը 24 ժամ պետք է աշխատեր այս ձև, 24 ժամ նորությունի հետևից տարածեր, միշտ այս ձև պետք է ասեր Վարդան Ղուկասյանի հետ խոսացին, չխոսացին, Վարդան Ղուկասյանի տրամադրությունը ոնց է, առողջությունը ոնց է, տեղյակ պահել եք դուք Վարդան Ղուկասյանի որ մի ամբողջ ժողովուրդ կա իր հետևը կանգնած, իր մեջքին կանգնած, որ հանգարց դուխից չընկնի, որ բլոգերներ կան, մեր նման, որ էլի հանուն արդարության Վարդան Ղուկասյանի կողքն ենք։ Ոչ մի խոսակցություն, ես ուզում եմ մի հատ օրինակ բերեմ, նայեք, ուրեմն Նավալնին, ես համի հատուկ քարակուսի գլուխների համար եմ ասում, անգարց թե չգաք չգրեք, դու ում հետ ես համեմատում ապեր, սրանք այս քարակուսի գլուխները տենց էլ չհասկացան, երբ որ դու ինչ-որ քաղաքական գործիչի անցած ճանապարհը համեմատում ես այս բան եղող իրադրության հետ, դու չես համեմատում երկու մարդուն իրար հետ, այ համեմատում ես իրադրությունները իրար հետ,
Հասկանում եք, տեղի ունեցող իրադրությունները իրար հետ։ Երբ որ Նավալնիին ձերբակալել, հələ գլուխը չէին կերել, ձերբակալել էին, Նավալնու թիմը ոնց էր աշխատում։ Նավալնու պրոգրամաները երբեք տորմուզ չտվին։ Իրա թիմակիցները շարունակում էին իրա պրոգրամաները, իրա եթերները շարունակում էին անել։ Դուք ինչով եք զբաղված։ Դուք կուսակցության անդամներ, ինչով եք։ Դուք պետք է հիմի մարդկանց բողոքները բան կոչ անեիք, ասեիք մեզի ղրգեք, մենք շարունակում ենք Վարդան Ղուկասյանի պրոգրամաները, թող հանգարց ոչ մեկը զակասչիկների, ասենց ասեմ, քաղաքական հետապնդում կազմակերպիչների ոչ մեկի մտքով չանցնի, որ Վարդան Ղուկասյանը, որ մի ժամանակավորապես թեկուզ ձերբակալված է, մեր աշխատանքը կանգ է առնելու, բայց ինչ դուս եկա Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին, դուք անհայտացաք։ Ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ դուք երբեք չասեցիք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եղել։ Այ դուք ասում եք իքը հիվանդ է։ Էլի շնորհիվ են տղուն Էդգարին, որ վիդեոս դրել էր, ասում էր այդ տղու անունը չեմ հիշում։ Այ ես իր անունը հիշում եմ, Էդգարին, էլի շնորհով այդ տղուն, որ էլի ինքը սաղեց խոդի տվեց, էլի բան արեց, էլի մի քիչ ձեզի սենց ուշքի բերեց, թե չէ դուք միջև վերջ ասում եք Վարդան Ղուկասյանի կապ չկա, Վարդան Ղուկասյան չկա։ Հա մենք վերջ անգամ խոսացինք, ինքը հիվանդանոց էր, հետո կապը կորավ։ Այս է ձեր աշխատանքը եղել։ Դուք հասկանում եք, շատ վատ եք, դուք մի վիրավորվեք, ես ձեզ իրականությունն եմ ասում։ Սենց աշխատել չի կարելի, դուք սխալ ճանապարհին եք, դուք պետք է գմփած, դուք հիմա գիտես ինչ պետք է անեք, դուք պետք է կազմակերպեիք լիքը բաներ, օրինակ, ձեր հետևորդներին պետք է կազմակերպեիք, որ դատավորի նամակներ ղրգեին, որ դատավորը իմանա, սենց մտեք դեք կարծար Վարդան Ղուկասյան, որ այդ դատավորը իմանար, եթե վճիռ է կայացնում, այդ վճիռը չի լինելու, չգիտեմ, դեպորտ անել, մարդուն ուղարկել Հայաստան, այդ վճիռը լինելու է, եթե դու հանգարց դեպորտի վճիռ ես կայացնելու, դա լինելու է մահապատիժ։ Այսինքն, եթե դու կայացնում ես որոշում, որ մարդուն պետք է հետ ղրգեն իր հայրենիք, դա լինում է ոչ թե հետ ղրգելու որոշում, այլ մահապատժի որոշում։ Դուք պետք է հասցնեիք հիմի Վարդան Ղուկասյանի աջակիցների կողմից պետք է հասցնեիք դատավորին։ Դուք չեք անում ոչի բան, մի հատ էլ բողոքում եք, որ չգիտեմ, բլոգերները կարող է մի երկու բառ ձեզի ասին կարող քաղաքական ճնշում եք բանարը։ Իա մինից էլ մի գրել եք մենք ոչ մեկ մերզի ճնշում չի կարա անի, դե որ չի կարա անի, ինչի չեք աշխատում։ Մամուլի խոսնակ ինչ ես անում, որ մտնում եմ ձեր էջ, բանի ճապուրի ձենա գալի, ճռ, չգիտեմ, ճապուրը ինչ էր, ոնց էին ասում հայերեն, այն որ գշերը ձենա, այ դրա ձենն է գալի։ Անկապ ինչ-որ բան, մի հատ վիդեո եք սարքել, լավ եք արել, ապրեք, այդ վիդեոյի մեջ էլ որ նայեք թերություններ կա, այդ ինչի ժամը սխալ եք վեշնի ասում, տոլի մեկը 7:30, մեկ 8-ը, մեկ 8:30, մեկը 10:30, մի հատ ժամ էլ նորմալ չեք կարող ասեք, վիդեոյի մեջ գրած է 7:30, վերևը գրած է 8:30, հետո էլի վիդեոյի մեջ 8:30, հետո 8-ին, հետո ընդե վերևը 7:30, այդ էլ չեք կարող, համի նայեք, ես ձեզ ինչ եմ ասում, համի նայեք, ձեր տված հասցեն, չեմ ասում սխալ է, մի հատ ձեզ թերություն կա, որ կարող ընդհանրապես ձեր այդ գործ չունի, բայց էս էլ դուք պետք է տեղեկացրեք, մի հատ նայեք, ասեք, մի հատ ցույց տամ, էլի, մի հատ ցույց տամ, ուրեմն ժողովուրդ ջան, ասեք, էկրանը, ահա, էսի այն հասցեն է, որը որ էս էլ սենց անեն, որ չասեն էդի չի, ահա, էս հասցեն է, տենում եք, չէ, նկարա բան, ժողովուրդ ջան, ասես սենց անեմ, ահա, էս այդ հասցեն է, որտեղ որ դատավարն է, դատավարությունը պետք է լինի Վարդան Ղուկասյանի, նայեք, ուրեմն երբ որ մարդ այդում է այստեղ, էս իր աստված հասցեով, քանի որ էսի մուլտիուսո շենք, այս աստե գրած է, մուլտիուսո նշանակում է ժողովուրդ ջան, որ այս շենքի մեջ տարբեր գործառույթներ են, կարա լինի դատարան, կարա լինի կողը ուրիշ, կողի սենյակը լրիվ ուրիշ բան է, հասկանում եք, կարող է տարբեր տեսակի բաներ են անում այս շենքի մեջ, դրա համար մուլտիուսո։ Դրա համար երբ որ մուլտիուսոյի աստե գրած է Las Vegas Immigration Court, էսի նշանակում է Immigration դատարանը էսի է, այստե, հասկանում եք։ Այսինքն մարդը այդ հալուց գիտես ինչ անելու, սխմելու է սրա վրա։ Նայեք դուք կուսակցություն, արա էսի դուք պետք է անեք, ոչ թե ես։ Երբ որ սխմում ես վրեն, ահա, վրեն։ Որ էսի չասեք, որ էսի դատարան, ճիշտ է հատուկ բացել եմ, ահա։ Կորտ, ահա, դատարան, հայերեն, անգլերենից հայերեն, դատարան, ահա։ Immigration court-ը էսա, սխմինք վրեն, հա, մի հատ է սխմեն, որ չասեք։ Ինչ ա դուս գալիս, դե մի հատ սխալմուն կա, ես չեմ հասկանում, ումն է սխալը, ձե կարող է ընդհանրապես ձեր այդ կապ չունի, բայց ժողովրդին տեղյակ պայեք, որ ժողովուրդը չշփոթվի, որտեվ ժողովուրդը էլի եմ ասում, գալուց սխմելու է սրա վրա։ Նավիգատորը խեպեսի մեջ սխմելու ասելու է այդում եմ Immigration դատարան, որ նավիգատոր տանի, ու դու սա գալուց թե գրած ալնելու ես այս բացեմ նայեք երկուշաբթի օրը։ Լունես
Լունես երկուշաբթի ամսի 10-ն է, իսպաներեն լունես երկուշաբթի, մեել թարգմանիչը չբացեմ, դուք կգրեք։ Գրածա, որ երկուշաբթի չեն աշխատում, Սերրադո, ժողովուրդ ջան, ըհը, Սերրադո, իսպաներեն էլ ինչ արվում է, փագա, երբ որ աշխատում ես, ժամերա գրած, նայեք, տեսեք, երեքշաբթի օրը գրած է 7:30-ից 3-ը աշխատում են։ Ստե ասում է երկուշաբթի չեն աշխատում, փագա։ Հիմի ես չեմ ասում դատարանը չի լինելու, այդ օրը դատ չի լինելու, Վարդան Ղուկասյանի դատը այդ օրը չի լինելու։ Ես էդի չեմ ասում, բայց դուք մատ դերեք բայք ժողովրդին, որ գիտեք ինչ ժողովուրդ ջան, որ սխմեք տեսնեք երկուշաբթի գրածա փագա, բանի տեղ մի դրեք, որտեվ դատը հենց այդտեղ է լինելու, այդ ժամին է լինելու, դա սխալմունք է։ Որ ժողովուրդ առավոտը մարդ չասի 3 ժամ պետք է քշեմ, այդ համ ասեմ Լաս Վեգաս օրինակի համար, բայց դա գրածա փագա։ Այդ ոնց եղավ, այս բլոգերը գտնում է, տենում է, ասես մի հատ թերություն կա Google-ի մեջ, դուք չեք տենում։ Որ ոնց որ դուք եք ասում ձեր գերագույն բանի նախագահային, հա, պատվավոր նախագահային ձեր դատում են ստե, ու դուք չեք տենում, որ sense թերություն կա, որ կարող է մարքաշփոթության մեջ բանալի գցի։ Չեք անում ոչ մի բան, այ ձեր ցավը, ես ձեր համար եմ ասում։ Չեք աշխատում, շատ պասիվ եք, ասեցիք, որ պետք է եթակ Վազգեն Սարգսյանի շիրիմին, գնացիք, մատ հայտարարություն թողեցիք, ուտեք անա, ոչ նկարկցիք, ոչ բան, ոչ տենային, գնացիք, չգնացիք, աշխատում եք, չեք աշխատում, չի կարելի ես ձև։ Դուք պետք է առաջինը տեղեկացնեք ամեն ինչ, ոչ թե կողինները, ոչ թե ուրիշները, ոչ թե բլոգերները, մի հատ էլ բլոգերներից նեղանակ։ Նայեք, ըհը, սա էլ ցույց տամ այս հաղորդագրությունը ժողովուրդ ջան, այս եք թողե, որ գիտեք ինչ մենք ոչ մեկս ճնշված չենք, մենք արդար աշխատում ենք, արդար տեղեկացնում ենք, դուք արդար չեք տեղեկացնում, դուք հələ որ մենակ խափել եք մեզի, ես էլ եմ ասում, թող ոչ մեկ չնեղանա, բայց սա իրականություն է, դուք խափել եք մարդկանց, եւ նորից ասում եմ, հատուկ են մարդկանց, նորից կրկնում եմ, այն քաղաքական ուժերը, որոնք որ չեն ասում իրենց թիմակիցների անունները այսօրին են ընկնելու վաղթեոց եւ նրանց հետ ճանապարհ չես կարա այդաս քանի որ ժամանակակից պատմության մեջ գոյություն չունի մի քաղաքական գործիչ ով եկել է առանց թիմակիցների առանց հստակ պրոֆեսիոնալ թիմակիցների որոնք առանց իրենց լիդերի կարող են շարունակել իրենց ճանապարհը եւ ունենան բարձր հաջողություն չկա դες բան դες որոնց էլ հեքիաթ չպատմեք բոլոր քաղաքական ուժեր ձեզի խորհուրդ եմ տալի սկսեք հրապարակել ձեր թիմակիցների անունները ձեզի ուրիշ ճանապարհ չի մնում դուք սա պարտավորվելու եք անել եթե դուք ուզում եք դառնալ իմ աշխատողը դուք պարտավոր եք անել սա սկսեք հրապարակել ձեր թիմակիցների անունները որտեվ դուք հեռու չեք հասնի ես ձեզի խոսք եմ տալի որ ես բոլորիդ հատ կսկսեմ անուն առանուն հրապարակեինորեն բոլորին ասել, որ մարդիկ չեն ուզում հրապարակեն իրենց թիմակիցների անունները։ Սկսեք հրապարակել ձեր թիմակիցների անունները։ Եթե չեք ուզում լինեք այս սա ձեզի շատ լավ ապացույց է։ Երբ որ լիզերը չեզոքացվի, թիմային աշխատանքը կքանդվի։ Եվ դրանով դուք չեք քանդվում, դուք դրանով քանդում եք իմ երկիրը։ Իսկ դա ձեզի թույլ չեմ տա։ Լավ իմացեք։ Սկսեք աշխատել։ Չունեք քաղաքական նորմալ թիմ, ուրեմն հավաքեք նոր մտեք քաղաքականություն։ Մտեք եւ դուք այո, պետք է պատասխան տաք մեր առաջ, բոլորիս առաջ, որտեվ սա մեր երկիրն է։ Մեր աղբերներն ու հայրերն ու հորողբերներն ու պապերն են զոհվել հողի համար։ Եղավ։ Որ չգաք ստե նստեք, մենք թաքցնում ենք, դուք չեք կարա թաքցնեք, դուք մեզի պետք է պատասխան տաք։ Այդև ալինելու սրանից հետո։ Որ այդև թիմակիցներ այդև վերջի վարքյանին բան չանեն, չլնես չլնի, որ թիմակի լիզերին էլի եմ ասում, բաներս այս բուրգին եմ ասա քանդվում է, սա սենց իրարից քանդվում, մատների արանքով սենց այդ հմա, ստեբա կուսակցություն եք դուք տեսնում, թող էլի եմ ասում, Վարդան Ղուկասյանը աստուկանքով էլի թոնզնից նեղանա, բայց սա իրականություն է, այս թիմակիցների պետք է հեռացնել, սրանք աշխատել չգիտեն, ես էլի Նավալն օրինակը ձեզի շատ լավ օրինակ է, ոնց էին զնգստում համացանցով, բանով, բոլ Նավալնին
Փագր իրենք շարունակում էին գաստալ, սրանով ճր ձեն չկա։ Մարդ չգիտի ախպեր, այս մարդը ուրա ինչ կերավ, ինչ խմավ, տրամադրությունը ոնց է իրան զգում, որտեղ էր ձերբակալված, ոնց եղավ, որ ձերբակալվավ։ Լռություն, քար լռություն, այդ էլ բլոգերներին են բան ասում։ Թարգը տվեք։ Մենք երկիր ոչ մեկին չունենք տալու։ Եթե դուք քաղաքական գործիչ եք, նորմալ թիմ հավաքեք, նորմալ ռեսուրս տվեք։ Իսկ Վարդան Ղուկասյանի նորից հանուն արդարության, որտեղ Վարդան Ղուկասյանի կողքն է արդարությունը, ոչ մեկ մեր երկրում էլ սրանից հետո, вообще սրանից շուտվանից պետք է լիներ, սրանից հետո թող ոչ մի քաղաքական ուժ իրան չվերապահի, որ կարա ինչ-որ մարդկանց իր քմահաճույքների համար քաղաքական հետապնդումների ենթարկի։ Թող իմանա, որ սա էլ առաջվանը չի։ Բոլոր սիրենք չսիրենք մարդուն ոնց լի բոլորս կհամախմբվենք եւ այդ մարդու կողքը կանգնենք հանուն արդարության, որտեվ ստե ասում եմ մեր պետականության արդարացի ոչ մեկ իրավունք չի տվել, որ մարդուն քաղաքական հետապնդման ենթարկեք, ոչ մեկ, ով եք դուք, մեր աշխատողներն ուրեմն հանգիստ վերենք աշխատեք, արա Գիրանց սաղ երկիրելը չեն հանգստացի, արա էլի ուտենք, լսեք Հայաստանից դուս աշխարհ կա, գիտեք չէ, Հայաստանը որ պրծավ դուք մեզի ոնց եք, հա դու կարաք մեր հետ հանդիպեք մեր աշխերին նայեք, կարաք պատասխան տակ։ Անդել չի լինելու ձեր ախրանիկները, որ ձեզի պահեն, հա։ Էդ էլ ասեմ իմացեք, եւ սա սպառնալիք չի, սա իրականություն է, որ դուք հայերի աշխերին ոնց եք նայելու։ Եվ այսպես, այսօր այսքանը ժողովուրդ ջան, էս է ուզում ասեի, ցավոտ իրականությունն է, բայց իրականությունն է, դո կուսակցության ռադիկալ փոփոխությունները անհրաժեշտ է, բայց այս պահին պետք է համախմբված պայքարել, երևի ասենք ժողովուրդ ջան, դուք պայքարեք, բլոգերները թո պայքարեն, ես իմ կողմից իմ վիդեոները կանեմ ինչքան կարամ, որ արագորեն Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, հանուն արդարության, իսկ դոկ կուսակցությամբ հետո թող հենց զբաղվի ինքը Վարդան Ղուկասյանը։ Բայց ես չէի կարող լռել եւ չբարձրաձայնել այս սա կոպիտ Սա գիտեք ինչ պստիկ բան չի, սա կոպիտ մեծ բան է, որտեվ այս հարցով հասկանում եք մարդը կարող է վաղը լինի իրոք Հայաստանի ղեկավար, ու այս թմով չի կարա լինի ղեկավար, կներեք, բայց այս թմով չես կարա լինի ղեկավար, այս թիմը ոչ կոմպետենտ թիմ է։ Նենց որ թող Վարդան Ղուկասյանը ելնի ինքը դատի իր թիմակիցների աշխատանքը, այսօր այսքանը միշտ նոր հանդիպում, ցտեսություն։